ապրիլի 1-ն է Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Արզնի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայի վարորդը ըստ նախնական տեղեկությունների կորցնելով ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս ինքնազգացողությունը վատացել է եւ բախվել կամրջի բետոնե հենապատին եւ ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 փրկարարական ջոկատի փրկարարները եւ Աբովյանի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները օպերատիվորեն ժամանել են նաեւ Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասաթերյանի եւ վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանած շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը եւ դեպքի մասին Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավակյանի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ մահացած վարորդի ինքնությունը։ Իմ տեղեկություններով մահացածը 1966 թվականից ծնված է, Կոտայքի մարզի բնակիչ էր։ Նախնական տեղեկություններով ինքնազգացողությունն է վատացել վարորդի, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։ Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում էր ջոկատի հրամանատարը փրկարար ծառայության թիվ 1 ջոկատի հրամանատարը Սերգեյ Բիձյանը եւ Աբովյանի Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարը։ Սովորաբար նման դեպքերում նմանատիպ դեպքերը չի համարվում ճանապարհատրանսպորտային պատահար, քանի որ վարորդի ինքնազգացողությունը վատացել, ինչը կարող կրկնվում եմ դառել է մահվան պատճառ։ Նման դեպքերը ճանապարհատրանսպորտային պատահար չի համարվում։ Դժբախտ պատահար էլ, դժբախտ դեպք։
Դրանից հետո չի։ Մենք որոշի կդրտել են նոր են։ Peki herhalde kupes tıkanı işte. Peki bundan sonra haftaydı abi. Sağ ol Viktor'cum. Չէր անում այսքան բարձ անստիկ դառը կայլում նայում էր այսքան դիակատես թողած չէին ասելուց Готовка. Beni kalkarma ya.
Սկսել, հա։ Ա,